Եվ այսպես ուշադրություն այսօր Վարդան Ղուկասյանի դատական նիստն է եւ գլխավոր նիստը միգուցե լինի, որովհետեւ երկու անգամ հետաձգվել է նիստը, այն պատճառով, որ փաստաբանները կարողանան գործը լիարժեք ուսումնասիրեն, հավաքեն ապացույցներ եւ ներկայացնեն դատարանին։ Այսօր փաստաբանները միջնորդություն են ներկայացնելու, որպիսի գրավի դիմաց Վարդան Ղուկասյանը ազատ արձակվի եւ բնականաբար բոլորն էլ կարծում են, որ այս նիստը դեռևս ամիսներ է ձգձգվելու եւ այդ ամիսների ընթացքում Վարդան Ղուկասյանը ըստ փաստաբանների կարող է սպասել իր տանը Միացյալ Նահանգներում։ Բազմիցս նշվել է հետեւյալը, որ այս դատական process-ը բավականին վատ է ընթանում եւ համենայն դեպս Վարդան Ղուկասյանի շրջապատն է նշել իր փաստաբանը, որ այս process-ում Վարդան Ղուկասյանին առաջադրված են ծանր մեղադրանքներ եւ շատ բարդ է նույնիսկ մի շարք այլ լրատվամիջոցներ, որոնք աջակցել են նրան, գրում էին հետեւյալը, որ Վարդան Ղուկասյանի կյանքը կախված է դատավորից։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ իհարկե կան մեղադրանքներ եւ այդ մեղադրանքները ամբողջությամբ կապված են իր եթերների հետ։ Դատարանը բացում է իր եթերները եւ տեսնում է, որ Վարդան Ղուկասյանն է սկսում է խոսել։ Ինչ է խոսում Վարդան Ղուկասյանը, ում մասին, ինչ լեքսիկոնով, վիրավորանքներ օգտագործում է թե ոչ, այդ ամեն ինչը ուսումնասիրում է դատարան ու հասկանում է, թե մեղադրանքները իրականության հետ աղերս ունեն թե ոչ։ Փաստացի մենք գիտենք բոլորս էլ, որ հայհոյանքներ եթերների ժամանակ ամբողջությամբ հնչում են տարբեր անձանց ուղղված եւ սա Վարդան Ղուկասյանի դեմ է ուղղված այս գործողությունները, որ ինքը իր սեփական ձեռքերով դատարանին է հանձնում այդ ապացույցները, որ եթերների ժամանակ հայհոյում է տարբեր մարդկանց եւ այդ մարդիկ էլ գնացել են քննչականներում գրել են, որ այս մարդը մեզանից գումար է ուզում, որ էլ չհայհոյի։ Հիմա Միացյալ Նահանգների դատարանին ոնց են ապացուցելու, որ Վարդան Ղուկասյանը գումարներ չի պահանջել չհայհոյելու համար կամ ոնց են ապացուցելու, որ դա հայհոյանք չէր եւ այսպես ասած խոսքի ազատությունը եւ հայհոյանքը նույն բանն են։ Բնականաբար նույն բանը չեն։ Եվ հույս ունենք, որ միգուցե Վարդան Ղուկասյանը մի օր ազատ արձակվի, դա կլինի այսօր թե մեկ ուրիշ օր, Վարդան Ղուկասյանը վերջ կտա հայհոյանքներին, տարբեր մարդկանց երեխաներին ուղղված։ Մենք չենք կարծում, թե իր հետևորդների մեջ մարդիկ կան, ովքեր որ ուրախանում են նրանից, որ Վարդան Ղուկասյանը հայհոյում է ինչ-որ մեկի երեխային։ Իհարկե ինքը դրա բացատրությունը բազմիցս տվել է, բայց դրան որևէ բացատրություն իհարկե ընդունելի չի կարող լինել։ Իր կուսակցությունը հայտնել էր հետեւյալը, որ Միացյալ Նահանգներում ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի պետքա տեղի ունենան ակցիաներ եւ այդ ակցիաների ժամանակ հնարավոր է գտնվեն սադրիչներ եւ փորձեն Վարդան Ղուկասյանի աջակիցներին նեղացնեն կամ վեճի բռնկվեն նրանց հետ։ Դա Ամերիկան է, դա Հայաստանը չէ, Ռուսաստանը չէ, այսինքն բեսպրեդել պետություն չի։ Այնտեղ մեկը մեկին թթու խոսք ասելու համար էլ մեծ պատիժների է ենթարկվում, էլ չասեմ բռնության կոչի կամ հենց բռնություն գործադրելու ժամանակ ինչպիսի պատիժ է սահմանում օրենքը, այնպես որ այնտեղ ոչ մեկ չի ցանկանա ոչ մեկի վնաս պատճառել եւ Միացյալ Նահանգներում ապրողներ նաեւ գիտեն, որ ազատ ընտրություն է, կուզես կաջակցես Փաշինյանին, կուզես կաջակցես Քոչարյանին, կուզես կաջակցես Վարդան Ղուկասյանին։ Մարդը ինքն է որոշում, թե ում աջակցի եւ այստեղ որևէ մեկը չի կարող որևէ մեկին հակառակը ապացուցել։ Ամեն մեկը ունի իր պատճառը, թե ինչի համար է աջակցում որևէ մեկին։ Եթե այդ մեղադրանքները Միացյալ Նահանգներում ընդունված լինեն որպես ծանր եւ այդ քրեական գործը լինի որպես իրենց աշկի տակ լրջագույնս քրեական գործերից մեկը, ապա Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը չի փոխվի եւ նա կշարունակի մնալ կալանքի տակ, բայց եթե իրանք հույս ունենան Վարդան Ղուկասյանի օգտին ինչ-որ քայլեր անեն, այսինքն այդ քրեական գործը ի օգուտ Վարդան Ղուկասյանի շարունակվի այսօրվանից, ապա միգուցե մենք տեսնենք նրա ազատ արձակումը գրավի դիմաց։ Եվ այսպես ուշադրություն շատերին հետաքրքրում է, թե ինչպիսի պայմաններում են պահում միգրացիոն բանտերում գտնվողներին։ Իհարկե մենք չգիտենք, թե Վարդան Ղուկասյանին որ բանտում են պահում։ Սկզբում ասեցին նա ձերբակալվել է որպես անօրինական
ներգաղթյալ, հետո ասեցին, որ նրա թղթերը եղել են նորմալ եւ նա նույնիսկ Միացյալ Նահանգների կառավարության կողմից ստացել է հատուկ պաշտպանություն, թիկնազոր, այսինքն թիկնապահներով մարդը ապրել է, պտտվել է եւ իր անվտանգությունը ապահովել է Միացյալ Նահանգները Ջո Բայդենի ժամանակ եկել է Թրամփը եւ Թրամփը բնականաբար կոպիտ է միգրանտների հետ, Թրամփին որևէ մեկը, այսպես ասած, միգրանտ դուրս չի գալիս եւ խիստ է տրամադրված բոլոր միգրանտների դեմ, ինչը որ Վարդան Ղուկասյանի դեմ է աշխատելու եւ շատ բարդ կլինի Թրամփյան Ամերիկայում դատավորին հակառակը համոզել, որ եկեք էս մի մարդու Ամերիկայում մնալը դարձնենք օրինական, բայց նաեւ կա Հայաստանի կողմից առաջադրված քրեական մեղադրանքները, որը հասել է ամերիկյան դատարան, երկու անգամ դատը, ինչպես հաղորդում են իր աջակիցները, հետաձգվել է, դա երկար է տևելու, ամիսներով, միգուցե 6 ամիս, միգուցե մի տարի, որտեղ կա քրեական գործ, ամերիկյան դատարանը պետք է դա քննի, որպեսզի խնդիրը այսօր Հայաստանի Հանրապետությանն է վերաբերվում որպես պետություն եւ նաեւ Վարդան Ղուկասյանի որպես մարդու ճակատագիր։ Ամերիկյան դատարանի վրա դրված է շատ լուրջ պատասխանատվություն չնեղացնել Հայաստանի կառավարությանը եւ ճիշտ որոշում կայացնել Վարդան Ղուկասյանի համար։ Այս երկուսից ինքը պետք է հասկանա, թե որն է ճիշտը, եւ սա շատ բարդ process է, նաեւ պետք է լինեն իրանք իր լոյերները, փաստաբանները պետք է լինեն բավականին պրոֆեսիոնալ, որ կարողանան այս իրավիճակի տակից դուրս գալ պետական մակարդակով, կա ատելություն միգրանտների նկատմամբ։ Եվ սա Վարդան Ղուկասյանի համար խնդիր է, բայց ինչ պայմաններում է նա ապրում, այս պայծրությամբ շատ սարսափելի պայմաններ չկան, միգրանտների հատուկ նախատեսված վայրերը, որոնք նկարագրվում են նորմալ սնունդով եւ ամեն ինչով, այսինքն սարսափելի բանտային պայմաններ չկան, բայց եթե տեղի ունեցավ դեպորտացիա, այսինքն Ամերիկան չպահեց Վարդան Ղուկասյանին, մի քանի ժամվա մեջ Վարդան Ղուկասյանը հանձնվելու է Հայաստանի Հանրապետությանը։ Այնտեղ նաև ասում են, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է եւ պետքա ոչ թե հանձնվի Հայաստանին, այլ հանձնվի Ռուսաստանի որպես երկրորդ քաղաքացիության պետություն։ Ռուսաստանին հանձնվելը Վարդան Ղուկասյանի համար կլինի ավելի ծանր եւ սարսափելի, որովհետեւ նա նաեւ հայհոյանքներ տվել է Ռուսաստանի Դաշնությանը 20 թվականի պատերազմի ժամանակ հայ ժողովրդին մենակ թողնելու եւ նմանատիպ խնդիրներ Հայաստանի առջեւ ծանրացնելու համար, դե ում չի հայհոյել Վարդան Ղուկասյանը։ Ամերիկան ժողովրդավար պետությունը միգուցե հայհոյանքների 50%-ի վրա իրանք աչք փակեն, ասեն դե իմ մարդը խոսքի ազատությունը հայհոյել է, բայց կան չափեր, կան սահմաններ, որոնք արդեն ծանրացնում են Վարդան Ղուկասյանի վիճակը ամերիկյան դատարանում։ Հույս ունենանք,